Հիսուսը նրան ասեց. Ես եմ հարությունը և կյանքը, ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի, և ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի, հավատում ես սրան: Այսօր այս հարցը ուղղում եմ ինձ և բոլոր նրանց, ովքեր որ այս իմ ձայնագրությունը կլսեն երբևէ: Արդյոք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսն է հարությունը և կյանքը, և մարդու կյանքը հավիտենական է, այսինքն հոգին հավիտենական է: Այստեղ հարց է առաջանում, որ հավիտենության համար է պատրաստվում քո հոգին: Սիրելիներ, սա կախված է մեր գործերից, մեր կյանքի ընթացքում ով ենք մենք, ինչով ենք զբաղվում, արդյոք հարգում ու գնահատում ենք Աստծո խոսքը, ընթերցում ենք այն և կյանք ենք դարձնում մեզ համար, թե ոչ: Ահա այս կորոշի, թե վերջում որ հավիտենությունը կմտնի մեր հոգին, որը որ հավիտենական է: Այսպես է ստեղծված մարդը, մարմինը հող է, հողին կդառնա, հոգին հավիտենական է, կվերադառնա հավիտենություն: Ես աղոթում եմ ամեն օր, որ Աստված իր Սուրբ Հոգու միջոցով օգնի ինձ, որ իմ ապրած կյանքով ունենամ այնպիսի պտուղներ, այնպիսի գործեր, որոնք որ ինձնից առաջ պիտի մտնեն երկինք և տան գնահատական մեր Աստծո առաջ, մեր Արարչի առաջ, թե որտեղ պիտի մտնի վերջում իմ հոգին, երբ որ իմ մարմնի ճանապարհը, ընթացքը վերջանա այս երկրագնդի վրա, որովհետև մարմինը հավիտենական չէ: Հոգ տարեք սրա համար: